Ընտանեկան բռնությունները բավականին տարածված են գրեթե բոլոր երկրներում, առկա են նման դեպքեր, եւ ընտանեկան բռնությունը ինքը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, թե ֆիզիկական բռնություն, թե հոգեբանական, թե տնտեսական, թե սեռական բնույթի, եւ ընտանեկան բռնությունը կարող է կիրառվել ամուսնու կողմից մյուս ամուսնու նկատմամբ, հիմնականում որպես կանոն տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ, լինում են իհարկե նաև հակառակ դեպքեր, ինչպես նաև կարող են ծնողների նկատմամբ, երեխաների նկատմամբ, եւ կա համապատասխան օրենսդրություն, որը ընտանեկան բռնության դեմ պայքարին է վերաբերում, ոստիկանությունը ունի ինքը համապատասխան ստորաբաժանում, որը հենց զբաղվում է ընտանեկան բռնությունների կանխարգելման, բռնարարների հաշվառման, իրենց հետ աշխատանքի հարցերով է զբաղված, բնականաբար կան նաև միջազգային համապատասխան փաստաթղթեր ընտանեկան բռնության դեմ, դրան վերաբերող, եւ կան տարբեր երկրներում փորձառություն, սկանդինավյան երկրներում, Գերմանիայում, մի շարք այլ երկրներում համապատասխան մեխանիզմներ, թե ինչպես կանխարգելել կամ բացահայտել կամ այսպես պայքարել ընտանեկան բռնությունների դեմ, եւ կա նաև որոշակի փորձառություն Հայաստանի Հանրապետությունում, նաև համապատասխան ռազմավարական ծրագրերով դա նախատեսվում է, որ պետք է կատարվեն համապատասխան աշխատանքներ, հատկապես մեր ոստիկանության շրջանակներում, որպեսզի այդ աշխատանքները կատարվեն ավելի պրոֆեսիոնալ, ավելի օպտիմալ, եւ դրա արդյունքում հնարավորինս փորձենք ավելի նվազագույնի դարձնել, հասցնել ընտանեկան բռնությունների մակարդակը Հայաստանի Հանրապետությունում։